Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք, երկրորդ գլուխ։ Դավիթ գլա Հութայի թագավոր։ Ասկե յետ Դավիթ դիրոջ հարցուց։ Հութայի քաղաքներեն մեկը բարձրանամ, դերանոր սավ բարձրացիր։ Դավիթը սավ ուր բարձրանամ, դերը սավ Քեփրոն։ Ուստի Դավիթ հոմ բարձրացավ, նաև իր երկու գիները, այսինքն Հեզրայելացի Աքինոամն ու Գարմելացի Նապաղի գինը Ափիկյան։ Դավիթ իրեն հետ եղող իր մարդիկն ալ բարձրացուց, յուրաքանչյուրը իր ընտանիքով, եւ Քեփրոնի քաղաքներու մեջ բնակեցան։ Հութայի մարդիկ եկան ու հոն Դավիթը Հութայի դան վրա թագավոր օծեցին։ Դավիթի պատմեցին, թե քաղաքի Յապիսի բնակիչները թաղեցին Սավուղը։ Դավիթ քաղաքի Յապիսի բնակիչներուն պատգամավորներ ղրգեց եւ անոնց ասավ. Դուք դիրոջմեն օրտնյալը լակ, որ ծեր դիրոջ Սավուղի հետ այսպես գարեկցությամբ վարվեցաք ու զինք տաղեցիք։ Հիմա դերը ցեզի հետ գարեկցությամբ եւ ճշմարտությամբ թող վարվի։ Ես ալ ցեզի այս բարիքին փոխարեն պիտի հադուցանեմ, քանի որ այս արարքը ըրիք։ Հիմա ծեր ցերկերը թող ուժովնան ու գդրիջ եղեք։ Արտարև ծեր դերը Սավուղ մերավ եւ Հութայի դունը զիս իր վրա թագավոր օծեց։ Հեփուստե գլա Իսրայելի թագավոր։ Սակայն Սավուղի զորաբեդը Ներյան ապեններ Սավուղի որդին Հեփուստեն արավ զայն մանայիմ անցուց ու զինք թագավոր նշանագեց քաղաքի վրա, Ասուրի վրա, Հեզրայելի վրա, Եփրեմի վրա, Փենյամինի վրա եւ ամբողջ Իսրայելի վրա։ Երբ Սավուղի որդին Հեփուստե Իսրայելի վրա թագավոր եղավ, 40 տարեկան էր ու 2 տարի թագավորեց։ Միայն Հութայի դունը Դավիթի հետևեցավ։ Քեփրոնի մեջ Հութայի դան վրա Դավիթի թագավոր եղած ժամանակը 7 տարի ու 6 ամիս եղավ։ Բادرազմ Հութայի եւ Իսրայելի միջև։ Ներյան ապեններ եւ Սավուղի որդին Հեփուստեի ծառաները մանայիմեն ելան թեպի Կապավոն։ Շարուհիայի որդին Հովապ ու Դավիթի ծառաներն ալ Քեփրոնեն ելան ու Կապավոնի ավազանինքով անոնց հանդիպեցան։ Ասոնք ավազանին մեկ կողմը գեցան, իսկ անոնք ավազանին մյուս կողմը։ Ապեններ Հովապի ըսավ. այժմ երդասարտները թող գանկնին ու մեր արջև խայդան։ Հովապը ըսավ. թող գանկնին։ Ուստի անոնք նույն թիվով գանկնեցան եւ անցան։ 12 մարդ Բենյամինեն եւ Սավուղի որդին Հեփուստեի կողմեն ու 12 մարդ Դավիթի ծառաներեն։ Յուրաքանչյուրը իր հագարագորտին գլուխեն բռնեց եւ իր սուրը հագարագորտին գողը խոթեց ու միասին ինգան։ Ուստի այդ դեղին անունը Քերգատ Ասուրիմ գոչվեցավ, որ Կապավոնի մեջ է։ Այդ օրը հույժ սաստիկ բادرազմ եղավ եւ ապեններ Իսրայելի մարդոց հետ Դավիթի ծառաներեն բարձվեցավ։ Շարուհիայի 3 որդիները Հովապ, Ափեսա ու Ասայել հոն էին։ Ասայել թաշտի այծյամի պես թեթևաշարժ էր։ Ասայել ապենները հալածեց, ապենների հետևելու ադեն աչ կամ ցախ գոմ չշեղեցավ։ Ապեններ յետև դարձավ եւ ասավ. Ասայել, դու՞նես։ Անալ պատասխանեց. Ես եմ։ Ապեններ անոր ասավ. Քու աչ կամ ցախ գոմը չշեղե, երդասարտներեն մեկը բռնե եւ անոր զենքերը քեզ յար։ Բայց Ասայել անոր յետևեն շեղիլ չուզեց։ Ապեններ անգամ մնալ Ասայելի ասավ. Յետևես շեղե, քեզ ինչու կեդինը զարնեմ, հետո ինչպես երեսս պիտի վերցնեմ եղբորդ Հովապի նայելու։ Բայց ան մերժեց անոր յետևեն շեղիլ։ Ուստի ապեններ նիզագին յետևից զայրով սնագուշտեն զարգավ ու նիզագը անոր գրնագեն ելավ, հոն ինգավ եւ նույն դեղը մերավ։ Բոլոր անոնք, որ Ասայելի ինգած ու մերած դեղը գուկային, գանք կառնեին։ Հովապ եւ Ափեսա ապենները գահալածեին։ Արևը մայր գմտներ, երբ անոնք ամայի փլուր հասան, որ Քիայի թիմաց է Կապավոնի անաբադին ջամփան։ Փենյամինի որդիները ապենների յետև հավաքվեցան, մեկ քուն թիղան ու փլուրի մկակատը գայնեցան։ Ապեններ Հովապի բորալով ասավ. Միթե սուրը ընդմիշտ պիտի սպարե, չես գիտեր թե ասոր վախճանը թարն պիտի լա, մինչև երբ ժողովրդին պիտի չհրամայես, որ իրենց եղբայրները հալածել են վերադառնան։ Հովապ ասավ. Աստված գաբրի, եթե դու խոսած չլայր, ժողովուրդեն յուրաքանչյուրը իր եղբայրը հալածել են վերադարձած պիտի լար արդվնեի վեր։ Այն ադեն Հովապ շեփոր ընչեցուց եւ ամբողջ ժողովուրդը գանք արավ։ Ալ Իսրայելը չհալածեցին,
անգամնալ չբادرազմեցան։ Ապեներ եւ իր մարդիկը այդ ամբողջ գիշերը տաշտի մեջ գալելով հորտանանեն անցան, ապա ամբողջ Պետրոնեն երթալով մանային հասան։ Հովապ ապենները հալածել են վերադարձավ եւ ամբողջ ժողովուրդը հավաքեց։ Դավիթի ծառաներեն 19 մարդ ու Ասայել գբաքսեին։ Իսկ Դավիթի ծառաները Բենյամինեն եւ ապենների մարդոցմեն 360 մարդ զարգած ու մերցուցած էին։ Ասայելը վերցուցին եւ զայն Բեթլեհեմի մեջ իր հոր գերեզմանը թաղեցին։ Հովապ ու իր մարդիկը ամբողջ գիշերը քալեցին եւ արշալույսին Քեփրոն հասան։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։